Մենք կրկին ուղիղ եթերում ենք, Ստամբուլի հետ կապը հաստատվեց, մեզ է միացել այսօր Ստամբուլի Ակոսթերթի հայկական բաժնի գլխավոր խմբագիր Բակրատ Էստուկյանը, բարև ձեզ, հարգելի Բակրատ։ Բարև ձեզ։ Բերեք սկսենք ամենակարևորից, վերջին օրերի հայ-թուրքական շփումներից, ընդ որում թուրք պաշտոնյան Հայաստանի սահմանը հատեց Մարգարայի կողմից, խոսքը Քլչի այցի մասին է։ Այս այցելությունը ի տարբերություն մյուս այցելությունների ունի այլ բովանդակություն, Բակրատ։ Դժբախտաբար ոչ։ Այս անգամ 6-րդն է եւ մենք այս լուրը հաղորդած ժամանակ գործածեցինք հույսերը մնաց 7-րդ հանդիպման խորակիրը։ 6 անգամ է որ Սերդար Քլիչ եւ Ռուբեն Ռուբինյան կհանդիպին եւ անոնց 3-րդ հանդիպում են յետքեր որ Ռուբինյան ընդվզեցավ ուսելով որ թիզմը հարաճընթաց չեն գարցանակրած եւ այդ ելույթեն վերջը որ ուսվեցավ թե իբրև թե ցամաքային սահմանը պիտի բացվեր երրորդ երկրների քաղաքացիներուն եւ դիվանագիտական անցակիր ունեցողներուն բայց այդ ալ չեղավ մինչ այդ Հայաստան իրեն վիճակող բարդականությունները կատարեց շահագործման պատրաստ թիրքի բերավ Մարգարայի սահմանատուրը բայց համապատասխանը չտեսանք Թուրքիո մեջ։ Հետևաբար նախավեսալ այս թեմայով հաջող խոսեցանք եւ ես ամեն անգամ ունեցի որ Թուրքիան գախյալ է Բաքուի հավակնութենեն։ Եթե Բաքու հավակնություն դա հարաճընթաց պիտի արձանագրվի, որովհետեւ հիշենք թե այս գործընթացը մեկնարկեց, այսինքն Քլիչի եւ Ռուբինյանի հանդիպումներով ընթացող գործընթացը մեկնարկեց նախագահ Էրդողանի գոչով։ Էրդողանն էր որ ասավ որ քանի որ բادرազմը վերջացավ, քանի որ Արցախը ազատագրվեցավ իրենց խոսքով, ես այս բարի ճագերտի մեջ կգործածեմ այժմ։ Ուրեմն Հայաստանի հետ ալ ժամանակը եկած է հարաբերությունները բնականոնացնելու։ Սակայն գբարզվի որ այս բանը միայն Էրդողանին գամքով ըլլալի կորց չէ, պետք է երրորդ կողմ մնալ համոզել եւ հիմա ավասիկ այդ է որ չէ կոյացած։ Ըստ ներկա պատկերին։ Բակրատ, Թուրքիայի արտգործնախարարը այդ հանդիպումից հետո անգամ ժամկետ է նշում, որ հաջորդ տարվա առաջին կեսին հայ-ադրբեջանական պայմանագիրը կստորագրվի։ Եթե Բաքուն հավելյալ նոր պահանջներ չներկայացնի։ Մենք գիտենք, որ անվերջանալի դարձան Ադրբեջանի պահանջները այս խաղաղության պայմանագիր կնքելու խնդրին մեջ։ Միշտ նորմը ստեղծեց։ Ըսավ սահմանադրությունը փոխեցեք, ըսավ այն միշտ նոր պահանջներով հանդես եկավ, եթե նոր պահանջներ չբարդատրվին, միգուցե Հայաստանի կողմը դրամատրություն իբրև պատրաստ է այդ ստորագրության, բայց առավելապաշտության հետևող Ալիևի վարչությունը միշտ ավելին կպահանջի։ Անգամ Վաշինգտոնի միջնորդության դեպքում։ Անգամ, այո։ Եվ շատ ցավալի է, որ այդ Վաշինգտոնի միջնորդությունը իսկույն արդյունք արավ հայկական կողմի ալ։ Ես շատ կապսոսամ այդ ընթացքին, որովհետև պետական սահմաններով անցերն մխելիությունը մենք ծևոմը փոխանցած եղանք Միացյալ Նահանգներու սաբահուն փոխանցությունը անձանոտ ընկերության մասին խոսիմ որովհետև ամերիկյան ընկերությունը իբրև թե պիտի վերահսկե այդ սահմանը ամեն բարակայի հաջող խոսվեցավ որ հայ սահմանապահներ պաշտոն պիտի ստանցնեն բայց վերջնականապես ամերիկյան ընկերությանը վարձակալած պիտի ըլլանք Սյունիքի մարզեն անցնող ճանապարհը։ Դե այնինչ դուք ասում եք դեռ վերջնական չէ, կա իհարկե այդպիսի տարբերակ, քննարկվում է, ասում են անգամ քանի տարի պետք է այդ ընկերությունը շահագործի այդ ճանապարհը, բայց դեռ ամեն ինչ սաղմնային վիճակում է, Բակրատ, ոչ ոք չգիտի։ Այո, որովհետև նախաստորագրություն գոչվեցավ
գնքված պայմանակիրը ոչ թե ըստորագրություն, այլ նախաըստորագրություն։ Հա, բայց ինչն է հետաքրքիր, որ այդ Թրամփի առաջարկը կամ Թրամփի ուղին, ինչպես ասում են հիմա, այդ ճանապարհային հանգույցին, ողջունեցին գրեթե բոլորը, անգամ Թեհրանն ու Մոսկվան, Բաքրատ։ Ինձ համար իսկապես դժվար հասկանալի երևույթը այս է, որովհետև Ամերիկան վստահելի պետությունը երբեք չէ հատկապես այս տարածքաշրջանի մեջ։ Ան Իրանի հետ ունի հաշիվներ, Թուրքիա հետ ունի հաշիվներ, հետևաբար անոր յուրաքանչյուր քայլը ոչ թե կարճ հեռանկարով, այլ պետք է երկար հեռանկարով մեկնաբանել։ Եվ ես կարող չեմ այդ երկար հեռանկարը թե ինչ կհետաբնթե, որ շահերուն կհետաբնթե Միացյալ Նահանգներու վարչությունը, պետականությունը, պետական միտքը, ես անոնք մեկնաբանելու կարող չեմ, բայց շատ զգուշ եմ, շատ մտահոգ եմ, որովհետև գիտեմ, որ այդ երկիրը համաշխարհային մարդկության համար շատ վտանգավոր ցկտումներ ունի։ Հիշենք Գազան տուրիստական կետրոնի վերածելու ծրագիրը։ Ես այնտեղ տուրիստական փարտամ հյուրանոցներ կգառուցեմ սա, վասն ինչի, վասն դեղացի ժողովրդի դեղահանման։ Շատ վտանգավոր միտքեր են ասոնք, եւ ամեն բան միայն շահի իման վրա քննարկող նախագահը պաշտոնի գոչված է Միացյալ Նահանգներու մեջ։ Ես անունը իսկ տալեմ պիտի խուսափիմ, չեմ ուզել անգամ անունը հիշել, բայց համամարտկային վտանգ մը կա մեր թիմաց։ Հայ ժողովրդին թիմաց ալգա այդ վտանգը, մենք ալ այդ համամարտկայինին մաս կգազմենք։ Այսինքն նկատի ունեք այստեղ կոնկրետ Թուրքիա-Իսրայել սրացումը, հա, որ կարող է նաև ռազմական բախման հասնել։ Այսինքն, որովհետև Ադրբեջանը ուղղակի տաշնակիցն է Իսրայելի։ Այո։ Թուրքիան իբրև թե խոսույթով, ելույթներով հակառակ է, բայց կորզնականապես գիտենք, որ սադարողն է։ Իսկ Միացյալ Նահանգները առանց վերաբախության ամեն տեսակ ոչրագործությունը արդարացնող մերձեցում ունի Իսրայելի հանդեպ։ Իսկ Գազայի մեջ կատարվածը բարինփուն իմաստով ցեղասպանություն է։ Բոլորովին խաղաղ բնակիչներ զանգվածային կերպով կսպանվին եւ Միացյալ Նահանգներու արտգործնախարարը դակավին գխոսի զինաթաթարի մասին։ Համասի հետ զինաթաթար։ Համասի հետ պատերազմ կա, որ զինաթաթարը լա։ Բարձրապես խաղաղ բնակչությունը ոչնչացնող հարցակում կա, ոչ թե պատերազմ։